Այսօր իմ խոսքն էլ հավատքի մասին է, ուզում եմ խոսենք հավատքի մասին, ինչ է ընդհանրապես հավատքը, քրիստոնյային բնորոշող են, ամենառաջի բառը հենց հավատքն է, հավատացյալ բառը առաջացել է հավատքից, մենք բոլորս հավատացյալ ենք, ու եթե հավատացյալը առանց հավատի է, ուրեմն մենք հավատացյալ չենք դառնում դրանով, հավատքը միանգամյա երևույթ չի, նենց չի, որ մենք հավատացինք Աստված փրկեց մեզ ու վերջացավ դրանով ամեն ինչ, հավատքը ընթացք է, հավատքը մեզ պետք է ուղեկցի մեր կյանքի ամբողջ ընթացքում, Պողոս առաքյալ իր խոսքերի մեջ ասում է հավատքը սպայեցի, ընթացքս ավարտեցի, նշանակում է հավատքը պահելու խնդիր կա, մի հատ հատվածով պետք է անցնենք կյանքի, որ հավատքը պահելու խնդիր պետք է լինի մեր առաջ, ու մենք պետք է պահենք մեր հավատքը, ես մտածում եմ այդ կյանքի շրջանը մեր ամբողջ կյանքին պետք է հետևի, մեր կյանքի ամբողջ շրջանում պետք է հավատանք Աստծուն, վստահենք Աստծուն, հավատքի մեծ օրինակներից մեկը հենց հավատքի հայրը Աբրահամն է, Հռոմեացիս 4-րդ գլուխ 17 համարից եմ կարդում, ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ, Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենդանի է անում և չլինող բաները լինողի պես կանչում, որ առանց հույսի հույսով հավատաց, թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ, թե այսպես պիտի լինի քո զավակը և չտկարացավ հավատքով, այսինքն մտիկ չարավ իր մարմնին, որ արդեն մեռած էր, ինքը իբրև 100-ամյա լինելով և ոչ էլ Սառայի արգանդի մեռած լինելուն, և Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով և Աստծուն փառք տվեց, և իր մտքումը համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է և անել, նրա համար էլ արդարություն համարվեցավ նրան, բայց ոչ միայն նրա համար գրվեցավ, թե նրա համարվեցավ արդարություն, այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարվի, որ հավատում ենք նրան, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվավ մեռելներից, որ մատնվեցավ մեր հանցանքների համար և հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Աբրահամը հավատաց Տիրոջ խոստումին, հավատաց դրա համար էլ դարձավ հավատքի հայր։ 18-րդ խոսքում, եթե նայենք, ասում է առանց հույսի, հույսով հավատաց։ Ես ուսումնասիրել եմ բնագրում ոնց է այս հատվածը գրած ու գրված է, որ հույսից ավելի հույսով հավատաց։ Չգիտեմ, այդ ինչ գերմարդկային շնորհ է, որ կարողանում է հույսից ավելի հավատալ։ Դա Աստծուն մի նոր ճանաչողություն է, երբ որ դու Աստծուն վստահում ես ամբողջ սրտով։ Նույնիսկ Աստծո խոսքը վստահելը եւ հավատելը դնում է իրար կողք։ Այսինքն հավատալ Աստծուն նշանակում է վստահել Աստծուն։ Եվ Աբրահամը գրված է, որ չնայեց իր մեռած վիճակին, 100-ամյա լինելով, չնայեց Սառայի մեռած արգանդին, այլ հավատաց, որ նա, որ խոստացել է, եւ կանի էլ։ Հետարքիր մի հատ հատված կա, որ ստեղ ասում է, ինչպես ասվեցավ նրան։ Հետարքիր է, որ Աբրահամը հավատաց, նրան ինչ որ Աստված ասել էր իրան։ Չհավատաց ուղղակի, կույր հավատ չունեցավ, հավատաց այն խոստմանը, որ Աստված խոսել էր իրան, որ Աստված ասել էր իրան։ Մեր կյանքում էլ տենց պետք է լինի։ Եթե ինչ-որ դժվարություն կա, ինչ-որ մեռած իրավիճակ կա մեր կյանքի մեջ, մենք պետք է փափագենք, որ Աստծուց խոսք ստանանք։ Եվ ըստ այդ խոսքի հավատանք, վստահենք Աստծուն, որ նա, որ խոստանում է, նաև մեր կյանքում կարող է ի կատարածել այդ ամեն ինչը։ Այս վերջերս մասնագիտության տենց կոնկրետ ոլորտ պետք է ընտրեի, ու անդադ Աստծուն հարցնում էի, ինչ ընտրեմ, ոնց ընտրեմ, ասա ինչ պետք է անեմ։ Ու երիտասարդականի խոսքի ժամանակ խոսքը դրա մասին չէր, ընդհանրապես իմ մտածմունքների մասին չէր, բայց հավատում եմ, որ Սուրբ Հոգով լցված է լինում խոսքը, դու պատասխաններ ստանում ես։ Այդ ժամանակ սրտից մեջ զգացի, որ Աստված ասեց, դու ինչ չես վստահում, դրա համար էլ ուզում ես իմանալ։ Երբեմն մենք էլ փորձում ենք ինչ-որ բաների մեջ, խոսքերի մեջ Աստծուց ապահովություն ստանանք, իմանալ ապագայի բաներ, որպեսզի ապահով զգանք մեզ։ Բայց Աստված ասում է, վստահիր ինձ, հավատա, ապագայի Տերն էլ Աստված է,
Այն անցյալում հրաշքներ գործող Աստվածը ապագայում էլ է հրաշքներ գործում։ 20-րդ խոսքը ասում է եւ Աստծու խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվեց։ Աստծո խոսքը ինչպես որ հավատքը դնում է վստահության կողքը հավասար, այնպես էլ երկմտելը դնում է անհավատության կողքը։ Աստծո խոսքն ասում է երկմի մարդը թող չկարծի Աստծուց որ բան կստանա։ Աստված մեզնից կիսատ բաներ չի ուզում կիսատ հավատք, կասկածով բաներ, մի քիչ Աստծուն հավատանք, մի քիչ էլ աշխարհին։ Աստված ուզում է մեր ամբողջը, հավատանք ամբողջ սրտով։ Աբրահամը հավատքով զորացավ, երբ որ մենք ամբողջ սրտով հավատում ենք Աստծուն, զորություն ենք ստանում վերից։ Երբ որ հավատում ենք Աստծուն, զորություն ենք ստանում, այդ ամեն ինչը ստանալու, այն խոստումները, որ Աստված տալիս է, այդ խոստումները ստանալու։ Ֆիզիկական ինչ որ խոստումներ, ինչ որ հրաշքները կատարվում են միայն հավատքով։ Դու չես կարող ֆիզիկական ինչ որ քո ֆիզիկական մարմնով հասնել ինչ որ հոգևոր բանի, ուղղակի առանց հավատքի։ Աստված մեզ տվել է հավատք, որպեսզի մենք իր հավատքով առնենք խոստումները, առնենք հրաշքները։ Գիտեք հետաքրքիրը որն է, որ Աստծո խոսքի մեջ շատ խոստումներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Բայց երբ որ ամբողջ սրտով հավատում ենք իրան, ամբողջ սրտով տրվում ենք իրան, նույնիսկ չգիտենալով այդ խոստումների մասին, այդ խոստումները իրականում են մեր կյանքում։ Մեր Աստված հավատարիմ Աստված է, որ իր խոսքը կատարում է մեր կյանքերի մեջ։ Մեզնից հասնում է միայն հավատալը։ Հիշում եք այն պիղծ ոգով տղայի հորը, Աստված իրան ասեց, հավատում ես, որ որդիդ կառողջանա։ Այդ ժամանակ ինքը անհավատություն ուներ, լացելով ու աղաղակելով ասեց, Տեր, օգնիր իմ անհավատությունը։ Ինքը ընդունեց, որ իր հավատը դեռ թույլ է, բայց խնդրեց Աստծուն, խնդրեց, որպեսզի իր հավատը ավելացնի։ Մենք էլ կարող ենք մեր կյանքերի մեջ ինչ որ բաներ կա, որ դեռ հələ չենք վստահել լիովին իրան, հələ բաներ կա, որ կասկածում ենք։ Եթե լիովին տրվենք իրան, եթե հավատանք, վստահենք իրան, հավատում եմ կօգնի, մեր հավատքը ավելիով կավելացնի, որպեսզի այն խոստումները, որ ունենք, հասնենք դրանց։ Ու 21-րդ համարում գրված է, որ իր մտքում Աբրահամը համոզված էր։ Մենք պետք է մեր սրտերի մեջ համոզված լինենք։ Նախ պետք է առաջինը Աստծուն ճանաչենք, իմանանք, որ Աստված եթե մի բան խոստանում է, անում է։ Մենք պետք է Աստծուն ճանաչենք, որ դրանից էլ բխի մեր հավատքը։ Նոր ճանաչողություններ, ձգտենք ավելիին, ավելի մեծ ձևով Աստծուն ճանաչենք, նոր ձևերով, որպեսզի ավելիով վստահենք իրան, նոր բաների մեջ վստահենք իրան։ Ու երբ որ Աբրահամը հավատաց, դա իրան արդարություն համարվեց։ Ու գրված այս խոսքը ոչ միայն Աբրահամի համար է, այլ նաև մեզ համար է գրված, որ մենք էլ հավատքով արդարանանք։ Ես շնորհակալ եմ Աստծուց, որ արդարանելը հավատքով է, մեր գործերով չի։ Եթե գործերով լինել, մենք ստեղ ոչ մեկս էլ չեն կարող արժանանալ այն Տիրոջ շնորհին, Տիրոջ պարգևին, որ մեզ տվեց։ Աստված այդ տվեց մեր պարգևը իր շնորհով, փրկությունը մեզ տրված է շնորհքով, հավատքի միջոցով, որպեսզի հավատանք ու փրկվենք եւ արդարանանք այն հավատքը, որ մեզ Աստված փոխանցեց։ Մեռած վիճակում միայն մեզ հավատքը կարա փրկի։ Ես ուրիշ տեղ չեմ հանդիպել, երբ որ մեռած մարդը կարա կենդանանա։ Միայն Աստծո խոսքում, միայն Աստված կարա մեռածներին հարություն տա։ Միայն հավատքով, Հիսուսի հանդեպ հավատքով, որ եկավ այս աշխարհ, մահացավ մեր մեղքերի համար, որպեսզի մենք հավատքով արդարանանք։ Դերում են հավատքով մոտենանք իրան, մոտենանք շնորհած աթոռին, որտեղից մեր փրկությունն է։ Եկեք կանգնենք ոտքի։ Տեր իմ Աստված ջան, գոհանում ենք քեզանից իմ Տեր, գոհանում ենք քո մեծ խոստումների համար իմ Աստված ջան։ Շնորհակալ ենք Տեր ջան, որ ոչ միայն մեզ փրկել ես Տեր, այլ ամեն օր մեզ հետ ես իմ Աստված ջան։
Մեզ հնարավորություն ես տվել Տեր ջան, ամեն անգամ մոտենալու քեզ։ Չնայենք մեր մեռած վիճակներին Տեր ջան, այլ հավատքով մոտենանք քեզ։ Մոտենանք քո շնորհած աթոռին, որտեղից կգտնենք ներում, բժշկություն, հավատք, Տեր իմ Աստված, օգնիր մոտենալ քեզ ամեն իրավիճակում։ Ինչպես որ մեզ օրինակներ ես թողել Տեր ջան, մենք էլ այդ օրինակներին հետևելով Տեր ջան, հավատքով մոտենանք քեզ, առնենք քո խոստումները ու գոհանանք ու մեծարենք քեզ եւ միայն թող քո անունը փառավորվի իմ Հիսուս, միայն դու մեծարվիր, միայն քո փառքը երևա իմ Աստված ջան։